Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոշկոն է։ Բարև ձեզ, պարոն Բոշկո, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բոշկո, եւ այսպես, իրավիճակը մենք տեսնում ենք, թե ինչպես է ել ավելի էսկալացվում, ես նկատի ունեմ Սումի ուղղությամբ Ռուսաստանի հարվածները, քաղաքացիական, նաեւ բնակչության շրջանում մի քանի տասնյակ զոհեր, այդ թվում եւ երեխաներ, հարյուրավոր վիրավորներ եւ այլն, եւ դա տեղի է ունենում գրեթե անմիջապես, երբ Ռուսաստանում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի եւ Վիտկովի բանակցությունները, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի, մեզ մոտ այսպես տպավորություն է ձևավորվում, որ մի ձեռքով Ռուսաստանը բանակցում է, այսպես ասած, խաղաղության հաստատման, զինադադարի շուրջ, մյուս կողմից էլ մյուս ձեռքով շարունակում է իր ահաբեկչական ագրեսիվ պատերազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, նաև խաթարելով պայմանավորվածությունները, որ գոնե էներգետիկ ենթակառուցվածքներին կամ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներից կողմերը զերծ մնան, հա։ Ըստ ձեզ այս բանակցությունները այդ դեպքում ինչի մասին են, սրանք զուտ Կրեմլի համար որոշակի քող են, որպեսզի կարողանա շարունակել իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ։ Բարև ձեզ, նախ եւ առաջ ես ողջունում եմ իմ հայ բարեկամներին, ուրախ եմ, որ դուք հետևում եք իրադարձություններին եւ մեզ համար ձեր բարոյական օգնությունը շատ բան են շնակում։ Իրավիճակը դու գիտեք ինչպես որովհետև իրոք այն ինչ որ կատարվել է Կիրակի օրը իհարկե դա նորմալ մարդկանց մտածողությունից դուրս է ինչպես կարելի է ռմբակոծել խաղաղ մարդկանց մանավանդ այն սուրբ օրը երբ բոլոր քրիստոնյաները սպասում են մի մեծ տոնի եւ գնում եկեղեցի դե հիմա ինչպես մենք արդեն սովորել ենք նման դեպքերում հիմա աշխատում ենք որպեսզի այն փողոցը այն քանդված տները նորոգել եւ իհարկե որպեսզի քաղաքի սուբը քաղաքի կյանքը մտնի խաղաղ ողունի մեջ բայց իհարկե ցավը մնում է եւ ցավով են կապրում բա երբ որ դուք հարցնում եք Ռուսաստանի գործողությունների մասին ապա հասկանալի է որ իրենց ձգտումը շարունակել պատերազմը անկախ դրանից որ Թրամփը ջանքեր է գործադրում որպեսզի ինչ որ խաղաղ պայմանավորվածության գանք բայց դա ռուսական կողմը չի ընկալում իհարկե մենք տեսնում ենք որ խաղաղության մասին խոսքեր են հնչում Մոսկվայում բայց իրենց նպատակը ուրիշ է իրենց նպատակը այդպեսին է որ ամառը իրենք կարողանան լայնացնել իրենց ռազմական գործողությունները եւ որպեսզի շարունակի պատերազմը ռազմական գործողությունները
Ուկրաինա ինչ վերաբերում է Ուկրաինային, դա Ուկրաինան հասկանում է ռուսների մտադրությունը եւ իհարկե մերոնքել են նախապատրաստվում որպեսզի հակադրենք ռուսներին Պարոն Բոշկո, Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է շատ լավ առաջարկներ Ուկրաինայում կարգավորման համար։ Այս հայտարարությունը արել է, երբ իր հատուկ բանագնացը հանդիպել է Պուտինի հետ։ Նա նաև նշել է, որ այն ամենը, ինչ կարող եմ անել, դա կանգնեցնելն է պատերազմը, ես ուզում եմ կանխել մարդկանց մահը եւ կարծում եմ, որ մեզ դա հաջողվել է։ Ինչ շատ լավ առաջարկների մասին կարող է լինել Ուկրաինայում կարգավորման համար, հա, որոնք են այդ շատ լավ սպասելիքները կամ առաջարկները։ Ինչպիսի տեսք ունեն ըստ դրանք։ Կներեք ես ձեզ վատ եմ լսում։ Պարոն Բոշկո, հիմա լսում եք։ Ինչ-որ հնչյուններ են գնում։ Հիմա լսում եք ինձ, պարոն Բոշկո։ Հա, հիմա արդեն ավելի լավ է։ Շատ լավ։ Ես ասացի, որ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է շատ լավ առաջարկներ Ուկրաինայում կարգավորման համար։ Ինչ շատ լավ առաջարկների մասին խոսքը կարող է լինել, որ առաջարկները կարող են բնորոշվել շատ լավ։ Թրամփը այդպիսի տպավորություն է, որ Թրամփը հիմա գտնվում է զուգահեռ ինչ-որ աշխարհում։ Հասկանում եք, ռեալությունը ուրիշ է, Թրամփի մտածողությունները ուրիշ են։ Դրա համար պետք է երևի սովորել Թրամփի խոսքերին եւ աշխատեն ըմբռնել ինչ են շնակում այն թե այլ իր արտահայտությունը։ Այնուամենայնիվ մենք շատ շնորհակալ ենք, որ իրոք մեր բարեկամները աշխատում են եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, դուք գիտեք բոլորը Ռամշտայնի մասին, որտեղ տրամադրել են բավականին մեծ օգնությունը 21 միլիարդ դոլարի օգնությունը ռազմական Ուկրաինային իսկ Թրամփը աշխատում է որքան մենք հասկանում ենք փորձել ճանաչել ռուսական հոգին ինչպիսին է ռուսական հոգին ես օրինակ կարծում եմ որ նա իհարկե կհեաստափվի որովհետև ժամանակ որոշ ժամանակ անց նա կհասկանա որ ուղղակի Պուտինը ուրիշ նպատակ ունի չնայած երևի կհասկանում է բայց այնուամենայնիվ ուզում է ապրել այն զուգահեռ աշխարհում որտեղ նա գտնվում է եւ որ իրոք Պուտինը իր ընդառաջ գա իր առաջարկներին բայց ես օրինակ չեմ հավատում դա դե տեսնենք համենայնդեպս մենք հույս ունենք որ վերջո Ամերիկան մտնի մեր դրության մեջ կհասկանա դրությունը ինչպիսին է եւ երևի դուք գիտեք այս վերջին Զելենսկու վերջին զրույցի մասին որ նա տվել է Ամերիկային թերթին եւ որտեղ նա բացատրել է իր տեսակետը եւ իհարկե դիմել է Թրամփին որպեսզի նա իրոք ընդգալի այն ռեալ դրությունը որ կա հիմա պատերազմի ընթացքում եւ կտեսնենք երբ համոզվի որ դժվար է մենք կարող ենք սպասել ինչ որ խաղաղ քայլերին Ռուսաստանի կողմից
Տեսեք, նաև ուկրաինական լրատվամիջոցներն էին գրել եւ ամերիկյան լրատվամիջոցները, որ Կիևը եւ Վաշինգտոնը որոշակի համաձայնությունների են հասել ուկրաինական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի մասով, սակայն գործարքը ավարտելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ փուլեր եւ լրատվամիջոցները եւ ուկրաինական եւ ամերիկյան նշում են, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ Կիևը պետք է վերադարձնի Վաշինգտոնի կողմից իրեն տրամադրված օգնության համար նախատեսված միջոցները, ըստ աղբյուրների ներկա փաստաթուղթը հատում է գրեթե բոլոր կարմիր գծերը, որոնք նախկինում համաձայնեցվել էին Կիևի ու Վաշինգտոնի կողմից Ուկրաինային զրկում իր ինքնիշխանության մի մասից եւ հակասում Կիևի ապագայում Եվրամիությանը միանալու ծրագրերին։ Որքանով է հավանական, որ Կիևը այսպիսի ետքայլ անի այդ Միացյալ Նահանգների կողմից ուկրաինական ռեսուրսների տնօրինման գործարքի տրամաբանության մեջ, այսինքն ապագայում Եվրամիությանը միանալու ծրագրից ետքայլ եւ Ուկրաինային ինքնիշխանության մի հատվածից զրկում։ Մի բան պետք է ասեմ ձեզ, որ այս թեմայով բանակցությունները շարունակվում են եւ ինչպես ես գիտեմ, որ այս վերջին օրերին Վաշինգտոնը գնացել ուկրաինական կառավարության ներկայացուցիչ Տարաս Կաչկը, ես իրեն ճանաչում եմ որպես խելացի մարդ, որ լավ գիտի բանակցությունների ընթացքը, ինչպես բանակցություններ վարել։ Իհարկե հարկավոր է հասնել այնպիսի փաստաթղթին, որ եւ մեզ համար դա ընդունելի լինի եւ բավարարի այսպես ասած Թրամփի ախորժակները։ Դե համայն դեպս մի բան կարելի է հաստատել, որ այս թեմայով բանակցությունները շարունակվում են եւ դա նորմալ է, որովհետեւ վերջո նպատակը մի բան է, բայց ռեալ իրադրությունը, իրականությունը ուրիշ է։ Դրա համար էլի կրկնեմ, որ այս թեմայով ամերիկա-ուկրաինական բանակցությունները շարունակում են եւ մենք հուսով ենք, որ ուղղակի կհասնենք ընդունելի փաստաթղթին։ Շատ լավ, Ռուսաստանի հետ հետագայում, այսինքն իրավիճակի հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, Ռուսաստանը նաև կտրուկ դեմ է արտահայտվում եվրոպական ուժերի տեղակայմանն Ուկրաինայի տարածքում, համարում է, որ դրանք ՆԱՏՕ-ի զորքեր են եւ ասում է, որ անգամ եթե նրանք լինեն ազգային դրոշների ներքո, ապա եւս անընդունելի են դրանք ՆԱՏՕ-ական զորքեր կհամարվեն Ռուսաստանի կողմից։ Մենք տեսանք, որ լրատվականներից մեկը հրապարակել էր մի քարտեզ, որտեղ Ուկրաինայի արևմտյան հատվածում տեղակայվում են բրիտանական, ֆրանսիական զինվորականներ, Ուկրաինայի տարածքի կենտրոնական հատվածում տեղակայվում են ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչները, իսկ արդեն արևելյան հատվածում ռուսներն են օկուպացված Ուկրաինայի տարածքներում։ Հա, այսպիսի կոմբինացիան որքանով եք հավանական համարում։ Դե դուք գիտեք երևի, որ Եվրոպայում շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին եւ արդեն բանակցություններ են տեղի ունենում մանավանդ Ֆրանսիայի կողմից ուրիշ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ, մանավանդ շատ բարձր մակարդակով եւ մենք այս տեսակետից շատ շնորհակալ ենք պարոն Մակրոնին, Ֆրանսիայի նախագահին եւ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը, այնպես որ այդ ուղղությամբ իհարկե բանակցությունները գնում են եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ բացի դրանից, որ այնտեղ խոսում են Ուկրաինայի մասին, որ տեղադրեն այնտեղ եվրոպական զորքերը, այնուամենայնիվ Եվրոպայի համար շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ Եվրոպան
կամաց, ինչպես արդեն բազմիցս ասված էր, որ արթնանում է, չնայած բավականին երկար է արթնանում, իհարկե պետք է արդեն ուշքի գա, բայց դա դրությունն է այդպիսին է, ինչ արած, պետք է համբերություն ունենանք, աշխատենք մեր եվրոպական գործընկերների հետ։ Իսկ այն ինչ որ դուք հարցնում եք Ռուսաստանի մասին, ինչպես է նա վերաբերվում, ինչպես է նա տեսնում, դե մենք բոլորս գիտենք, ինչպես է նա տեսնում։ Դրա համար ավարտը այդպիսին է լինելու, որ պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որովհետև Ռուսաստանը միայն մի լեզու է հասկանում, դա ուժի լեզուն է, և այն պատժամիջոցները, որ գործադրում են, ինչպես դուք գիտեք էլի, շարունակվում են, և Եվրոպան արդեն տեսնում է նոր պատժամիջոցների փուլը և մշակում է այդ ծրագիրը, դրա համար չի կարելի ասել, որ ոչ մի բան չի արվում է, բայց իհարկե մենք կուզենայինք, որ դա ավելի արագ կլիներ ամեն ինչ այդ գործողությունները և մանավանդ երբ խոսքը գնում է զինամթերքների մասին, որովհետև այն դրությունը, որ մենք տեսնում ենք մեր ճակատներում, դժվար դրությունը, որ մենք ստիպված ենք հիմա պատերազմել Ռուսաստանի հետ, որը աշխատում է առաջ անցնել, դա բացատրում է միայն մի բանով, որ ցավոք սրտի զինամթերքը պակասում է մեզ համար, և դա էլի կարելի է բացատրել դրանով, որ ինչ որ մեր սպասալիքները Եվրոպայի կողմից, Ամերիկայի կողմից ցավոք սրտի չեն համապատասխանում այն դրությանը, որ կա տվյալ դեպքում պատերազմում, ռուս-ուկրաինական պատերազմում։ Այնուամենայնիվ կարևոր է, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և Եվրոպայի կողմից, և փառք Աստծո, որ այն զինամթերքը, որ խոստացել է Բայդենը, մենք կամաց ստանում ենք, այնուամենայնիվ հուսով ենք ապրում, էլի։ Պարոն Բոշկո, և Ռուսաստանի պահանջներից մեկը, այո, եթե բանը հասնի ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուն և այլն, իրենք պատրաստ են, բայց ոչ Զելենսկու հետ, որովհետև Զելենսկին լեգիտիմ չէ, այլ շարունակում է պաշտոնավարել Ուկրաինայի սահմանադրության և օրենքների ոտնահարմամբ, հակասության մեջ, հետևաբար պետք է լեգիտիմ ունեցող, այսպես ասենք, ղեկավարի հետ այդ փաստաթղթերը ստորագրվեն։ Ուկրաինայում ներքաղաքական տրամաբանությունները ինչ են հուշում այս մասով, քաղաքական դասը պատրաստ է, որ Զելենսկին հեռանա հանուն, այսպես ասենք, խաղաղության։ Մենք կաշվում ենք, որ դա Ուկրաինայի ներքին գործերն են, և իհարկե մենք չենք ուզենա, որ մեր ներքին գործերի մեջ խառնվեն։ Հիմա դրությունը այդպիսին է, գործում է մեր Գերագույն Ռադան, գործում է մեր կառավարությունը, գործում է մեր նախագահ Զելենսկին, և տեսնենք հետագայում ինչպես զարգանան զարգանա իրադրությունը, այնուամենայնիվ հիմա մենք ընդունում ենք այդ ռեալ դրությունը, որ կա մեր նախագահ Զելենսկին և Զելենսկին իր կապերը հաստատում է իր եվրոպական և
գործընկերների հետ շարունակում է իր աշխատանքը որպես նախագահ Հիմա ոչ մի խոսք չկա, որպեսզի Ուկրաինայում, ես նկատի ունեմ Ուկրաինայում, քաղաքական ուժերի կողմից, որ մենք փոխենք այդ իրադրությունը, այո, եթե իհարկե Թրամփը հասնի այն իր խոստացած նպատակին, որ ընդհատվեն ռազմական գործողությունները եւ լինի ինչ-որ խաղաղ ժամանակահատված մեր փոխհարաբերություններում, ապա երևի ինչ-որ ուրիշ մոտեցում լինի, բայց հիմա դրությունն այդպիսին է։ Շնորհակալ եմ, պարոն Բոշկո, մնացեք անվտանգ, խաղաղություն եմ մաղթում ձեզ։ Շնորհակալություն, խաղաղություն ձեզ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոշկոն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։